Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 11-ն է և երեկ լրացավ, ճիշտ ասած օգոստոսի 19-ին 106-րդ ամյակը և ստորագրվեց Սևրի պայմանագիրը։ Սևրի պայմանագիրը, որը որոշեց Հայաստանի իրական ու միակ սահմանները, միակ լեգիտիմ քարտեզը, որ աշխարհում գոյություն ունի, որը կարելի է ասել միջազգային ստանդարտներով համապատասխանում է միջազգային օրենքներին, դա Սևրի պայմանագիրն է։ Ինչ եղավ Սևրի պայմանագրի հետ, տեսեք օգոստոսի 10-ից մինչև դեկտեմբերի 2, ընդամենը 3 ամիս մոտավորապես։ Ինչ 4 ամսվա մեջ ինչ փոփոխություններ եղան տարածաշրջանում։ Երբ օգոստոսի 10-ին պարզ դարձավ, որ հաղթող երկրները որոշել են սա է սահմանները Հայաստանի և Թուրքիան չուներ տարածքներ, Թուրքիան պարտված կողմ էր։ Մեկ ամիս հետո թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա և այդ մեկ ամսվա մեջ ակտիվ բոլշևիկները զինեցին թուրքերին փողով, զենքով, ամեն ինչով և ռազմական կարծիքով։ Մեկ ամիս օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 27, նույն օրը, երբ 2020 թվականին հարձակվեց Թուրքիան Հայաստանի վրա, նույն օրը, օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 27, իսկ այդ 1.5 ամսվա մեջ ինչ հնարավոր էր արվեց, որպեսզի թուրքերը կարողանան չեղարկել այն, ինչ որ որոշել էր Սևրում։ Հարձակվում Հայաստանի վրա։ Հայաստան դիմադրում էր և այստեղ չէր կարող օգնության չգալ թուրքերին իր սպիտակ բարեկամը և հյուսիսից Հայաստանի վրա հարձակվեց ռուսական Կարմիր 11-րդ բանակը, որը արդեն գրավել է մինչև այդ Բաքու։ Եվ այսպես Հայաստանը պատերազմում էր երկու երկրի հետ 27-ից սեպտեմբերի մինչև դեկտեմբերի 2, տեսեք, ավելին քան 44 օրյա պատերազմ։ Եվ մինչև սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 25, 2 ամսվա այս ընթացքում, նոյեմբերի 25-ին Վուդրո Վիլսոնը վավերացրեց և իրավերցրեց պատասխանատվությունը Հայաստանի և ստորագրեց իր հայտնի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով հաստատվում էր Հայաստանի սահմանները և Ամերիկայի Միացյալ Նահանգները իր վրա վերցրեց պատասխանատվությունը այդ ապահովելու համար։ 2 ամիս, 27-ին սկսեց պատերազմը, նոյեմբերի 25-ին Վուդրո Վիլսոնը ստորագրեց հայտնի փաստաթուղթը։ Մեկ շաբաթ հետո բոլշևիկները կապիտուլացրեցին Հայաստանը։ Եվ այսպիսով Սևրի պայմանագրից մինչև բոլշևիկյան կապիտուլացիան դեկտեմբերի 2, 2020 թիվ, տևեց մոտավորապես 4.5 ամիս, 4 ամիս ինչ-որ է։ Եվ այդ 4.5 ամիսը Հայաստանի պատմության մեջ դարձավ ճակատագրական, ինչպես 20 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը։ Էլի նույն գործող կողմերն էին, նույն Թուրքիան և Ռուսաստանը։ Չմոռանանք, որ նոյեմբերի 10-ի այդ հայտարարությունը տեքստը պատրաստված էր Ռուսաստանում և այն ստորագրվեց, իբր ստորագրվեց հեռահար։ Նույն կողմերը, նույն երկրի դեմ պատերազմը և ուղիղ 100 տարի հետո նրանք հաստատում են իրենց բարեկամությունը, որը կնքվել էր 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում։ Եվ էլի հաղթած կողմերը Թուրքիան և Ռուսաստանը հաստատեցին իրենց հավատարմությունը այն համաձայնությամբ, որ ձեռք էին բերել ուղիղ 100 տարի առաջ, մասնատելով Հայաստանը։ Սա մեծ կտորներով Հայաստանի պատմությունն է։ Մեծ կտորներով, մի քիչ 100 տարի առաջ, մի քիչ հիմա։ Ու ոչինչ չի փոխվել։ Եվ երբ որ տեսնում եմ հայկական քաղաքական դաշտում այս արանքներում վազվզող մոլորված կամ մոլորեցնող քաղաքական գործիքների, հավատացեք, որ իրանք ինձ համար նույնացվում են հայկական ազգային շահերի և ընդհանրապես ճշմարտության թշնամիների հետ։ Նրանք ճշմարտության, պատմական ճշմարտության թշնամիներ են։
Անկախ նրանից ով որ կողմին է ծառայում, ինչի դիմաց է ծառայում։ Սա պատմական փաստն է։ Ինչով է զբաղված եղել Հայաստանում իշխանությունն ու անդիմությունը։ Մի կողմը մշտապես արդարացել է թուրքերին, ծառայել է նրան, մյուս կողմը մշտապես արդարացել է ռուսներին եւ ծառայել է նրանց։ Արդյունքում հայկական շահ որպես այդպեսին չի եղել։ Ու այսօրվա վիճակը ինչ որ մենք ունենք, դա ուղիղ դրա ապացույցն է եւ դա շարունակում է։ Եվ դա շարունակվում է, որովհետեւ մեր ընտրողը տրվելով մեծագույն մանիպուլյացիոն գործիքներին, որոնք հասկանալի է դժվար է չի ենթարկվել, էլի տրվեց ընտրություն առանց ընտրության։ Ռուսաստան թե Թուրքիա։ Սա ընտրություն չի, սա ընտրության բացակայությունն է։ Եվ մի մասը ընտրեց թուրքական ուղղությունը, վստահ լինելով, որ թուրքական ուղղության մեջ մտնում է նաև Եվրոպա գնալը, եւ մյուսն մասը ասես չէ, ես չեմ ուզում թուրքանալ, ես ուզում եմ ռուսանալ։ Գոնե ռուսանալ կամ գոնե։ Այս մանիպուլյացիոն գործիքները հայտնի են հազարամյակներով, երբ որ քեզ դնում են երկու տարբերակ, ասում են այս երկուսի մեջ պետք է ընտրես։ Շատ քչերն են մտածում, բայց ինչ ես դու ինձ սա պատտատում, ով է ասել, որ սա է իմ ընտրությունը։ Այստեղ հենց գալիս է մանիպուլյացիայի ամենահետաքրքիր մասը, որ քչերն են այդ հարցը տալիս, որտեղ քչերն են ունակ դիմադրելու մանիպուլյացիաներին, ընդամենը 10% ժողովրդի մեջ, որոնք քիչ են կամ գրեթե չեն ենթարկվում մանիպուլյացիաներին, նրանք ընտրում են երրորդ տարբերակ։ Հիմա ես մեզ կտորով ներկայացնում եմ այն ինչ որ կա քաղաքական դաշտում այն մանիպուլյացիոն գործիքներն ու խոսույթը որ կա, նույն խոսույթը, որտեղ ընտրություն չկա, Եվրոպա թե Ռուսաստան, չկա տեղ ընտրություն։ Սա արհեստական մանիպուլատիվ գործիքներ է, որ ասեն լսի կամ էսա պետք է ընտրես, կամ սա պետք է ընտրես, կամ սրա հետ պիտի թշնամանաս, կամ սրա հետ, սա ընտրություն չի։ Ընդ որում երկու պարագայում էլ դու կորսում ես քո ինքնունությունն ու ինքնությունը, որովհետև դու չես կարող գնալ Եվրոպա, որտեղ դու ոչ մի բան չունես իրեն առաջարկելու, ոչ ստանդարտներով, ոչ սահմանով, ոչինչ չունես ինձ առաջարկելու։ Խոսակցություն, հարաբերություններ, խնդրեմ, ու դա չի նշանակում դու գնացի Եվրոպա, բայց դիմացը դու ստանում ես սանկցիաներ, թշնամություն, սահմանափակումներ եւ տնտեսական ոչնչացում, եւ քեզ սենց Եվրոպա տանելու անվան տակ գցում են երկու թուրքական պետությունների մեջ որպես պատանդ։ Ինչ կանի մի երկիր, ինչ է սպասում մի երկրի, որը ոչ մի տնտեսական հզորություն չունի, որը ոչ մի բարեկամական դաշինքի մեջ չի, հայտարարում է, որ գնում է Եվրոպա, բայց ոչ մի դաշինքի մեջ չի, բայց հրաժարվում է Ռուսաստանի տարածքից եւ բոլոր տեսակի դաշինքներից, ուր է ինքը գնում։ Ասեք, ինքը ոչ միտեղ չի գնում, ինքը մնում է պատանդի կարգավիճակում։ Եվ որը շուտով մեզ ներկայացնել են, որ մենք տվեցինք մի մաս, որ փրկենք Երևանը կամ չգիտեմ, Կասկադը եւ այլն։ Մի խոսքով, այս մանիպուլյացիայի շրջանակի մեջ մենք արդեն սենց պատտվում ենք, սենց ասեմ 91-ից 35 տարի։ 35 տարի տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակի վրա։ Ինչա պետք անել։ Ընտրություն կա։ Ընտրություն միշտ կա, եթե դու ունես դիագնոզը, եթե դու տեսնում ես մեծ պատկերը, հասկանում ես քո հետ ինչ են անում, միշտ կարելի է գտնել ընտրություն։ Ընտրությունը այս երկուսին մերժելն է։ Դա կլինի ընտրություն Թուրքիայի եւ Ռուսաստանի մեջ, մերժում եմ։ Ընտրություն Թուրքիայի եւ Ռուսաստանի եւ Եվրոպայի մեջ, չնայած դες ընտրություն չկա, մերժում եմ, բա ո՞րն է։ Ինքնիշխանությունը։ Վերադարձ ինքնությանը։ Հարաբերություններ ում հետ ուզում ես։ Բայց դա երբ հնարավոր է։ Հիմա իսկ ասեն հնարավոր չի, հնարավոր է։ Այդ հնարավոր չի ասողներն էլ են մանիպուլյատորներ, հնարավոր է։ Բայց դա երբ հնարավոր է։ Երբ որ դու կարողանում ես ձևավորես քո ազգային ընտրված լեգիտիմ իշխանությունները։ Եթե դուք նկատել եք, նույնիսկ ամբողջ այս պատերազմի ժամանակ, որը տևում է 1 տարի մեր քթիտակ, ոչ մեկ Իրանի անունը չի տալի, ոնց որ տաբու դրած լինի։ Ես ասեմ, որտեղից է դրած տաբուն,
Տաբուն դրված է Թուրքիայից, տաբուն դրված է Եվրոպայից, տաբուն դրված է Ռուսաստանից։ Որովհետև հետ ժողովուրդ հասկացավ, որ մի վարքյան ընտրությունն է նաև Իրանի հետ հարաբերությունները։ Մեր ժողովուրդը իր բնազդով, ինստինկտներով կասի մի վարքյան։ Իմ հարևանն ինքն է, բայց եթե ինքը իմ գործընկերը չի, ով է։ Մադագասկարը, չէ։ Բայց ոնց որ թե սենց հատուկ պայմանավորված տաբույով չխոսեք Իրանի մասին։ Չխոսեք։ Եթե խոսում եք Վրաստանի մասին, խոսեք մենակ խնդիրների, թշնամության, մի խոսքով, չհասկացվածության մթնոլորտում։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ 4 հարևան ունի, 4-ի հետ ոչ մի կարգին հարաբերություն չունի։ Դա նայից չի, որ մեր հարևանները բոլորը վատ։ Դա նայից է, որ արգելված է եղել Հայաստանին որևէ հարևանի հետ հարաբերություն կառուցել։ Եվ այսպես ինչ է մնում մեզ անել։ Չանել այն, ինչի արդյունքում մենք 35 տարի է գալարվում ենք նույն տեղում։ Կորուստներ տալով դրա համար։ Տենց է, եթե դու չես զարգանում, դու դեգրադացվում ես, եթե դու դեգրադացվում ես, դու ունում ես կորուստներ, եթե քո դեգրադացվելու ընթացքում դու նաև պատերազմների մեջ ես, դու ունում ես ավելի մեծ կորուստներ։ Եթե դու այդ դեգրադացված ընթացքում նույնիսկ որոշում ես քո կեղտերի մեջ ընտրել ամենավատ կեղտը Փաշինյանի կողմից, կորուստները դել են մեծանում։ Մի խոսքով։ Ինչ են ընտրում, որովհետև ասում են քո ընտրությունը այս նրանց մեջ է, որը քո քթից բռնած, քթից այսպես բռնած մանատալի։ Եվ Արամ Վարդևանյանը դարձավ ազգային ժողովի փոխնախագահ, երրորդ փոխնախագահ։ Դա կարելի է շնորհավորել Արամ Վարդանյանին, ենթադրելով, որ սա իր մանկության բյուրեղյա երազանքն էր, որ ի վերջո իրականացավ։ Սերժ Սարգսյանը հիմա վստահ ունի նաև իր փոխնախագահ ազգային ժողովում։ Ամեն ինչ կոնտրոլի տակ է ինչպես միշտ։ Եվ ընդդիմության ճակերտավոր, եւ իշխանության էլի ճակերտավոր։ Որովհետև սրանք ընդհանրապես ֆունկցիաներ կատարող են։ Իշխանությունը իրանք չեն, որոշումներ բնականաբար իրանք չեն։ Ես բոլորովին չեմ զգում ինձ խափնված։ Չէ, ես խափնված կլինեի, եթե ես վստահած լինեի երբևէ Արամ Վարդևանյանին, երբևէ։ Եվ մանավանդ երբ նա խոսքից կեղծիքը թափում է։ Ես դա միշտ եմ ասել։ Իհարկե ես հիասթափված կլինեի, թե վստահ եմ, բայց քանի որ չեմ վստահ, թամեն արձանագրում եմ, որ այս խորհրդարանը, այս կառավարությունը, այս ընդդիմությունով սիրուն լրացնելով իրար, լրացնելով, հա, սպասելով։ Եվս 5 տարի մեզ պայելու են այս վիճակի մեջ։ Ընթացքում տալով բոլոր այն զոհողությունները, որոնք կորոշվի ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Սիրով այդ ամեն ինչը անելու են։ Ինչի եմ վստահ, որովհետև այս հարաբերությունները, երբ որ արդեն ընդդիմությունը ճակերտավոր փոխնախագահի պաշտոն ունի, այս խորհրդարանի մեջ, սա լավագույնս լեգիտիմացնում է ոչ լեգիտիմ Փաշինյան Նիկոլին, որը այսօր սենց պարզ ճպացրեց նրանց երեսին, ով աշխարհի ամենաչխանձած խոզը, բայց որին ոչ մի բան չես կարող առարկես։ Այնց էլ հանգիստ բավարարված է նվաստացնում, դուք չեք պատկերացնի, առանց որևէ կոպիտ խոսքի, ճիշտ ասում, առանց որևէ պերճախոսության, առանց ինչ-որ գոներների, ոչ մի բան, պարզ ասում եմ, տղեկ, ձեր ամբողջ կռիվը այդ երկու մանդատի համար էր, որ Ծառուկյանին ժերտվա տվեցիք ու ստացաք։ Դուք ո՞նց եք ստեղ նստած Ներ ազգային ժողովի փոխնախագահի Արթուր Էքսանում, երբ որ դուք ի սկզբանե ասում էիք, ամեն ինչը խայտարակությունը, կեղծիքներով, ընտրակաշառքներով, մի խոսքով։ Ու դուք այսօր եկել եք, նստել եք։ Ստեղ եւս երկու մանդատ ստացաք ու դուք երջանիկ եք, եւ դուք ընդունեցիք բոլոր կանոնները խաղի այն, ինչի դեմ բողոքում եք, ինչի դեմ իբր պայքարում եք։ Բայց լսեք կարճ։ Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, պարոն Վարդևանյան, դուք ֆուտբոլի հետ ո՞նց եք սիրում եք։ Ֆուտբոլի հետ ո՞նց եք սիրում եք։ Իմը ինքը ֆուտբոլի լեզվով կբացատրի, թե դուք
դեմ էիք, բայց ոնց ընդունեցիք խաղի Բան կանոնները։ չեն ասել։ Ասում եմ դե մենք քեզ այսքան փող կտանք ելով կատաղերքից բեր, բան, այսպես որ Արման Թաթոյանի այդ բանը վեհանձն անձնավորության երբ որ ասում եք որ օֆսայդ է, հետո ասում եք որ գոլը պետք է հաշվել։ Այ դա կներեք արդեն այդպես չի աշխատում։ Ասում եմ գոռում եք օֆսայդ է, հաշիվ չի գոլը։ Հետո ասում եք լավ գոլը հաշվեք, մեզ 2 հատ մանդատ է պետք, մի հատ էլ փոխնախագահի պաշտոն։ Սխալ ասում։ Չէ, ինքը սխալ երևույթ է, բայց այն ինչ որ ասում է դա իրականությունն է։ Եվ ընդհանրապես այս ընթացքում մենք կարող ենք լիքը ճշմարտություն լսել ազգային ժողովում, բայց դա չի նշանակում, որ այս ասողից որևէ մեկը ճիշտ մարդ է, որ այնտեղ հայտնվել է։ Ոչ։ Բոլորը կատարում են, կատարելու են իրենց դերերը, բոլորը։ Եվ ժողովուրդը մնալու է աչքը ճամփին։ Ես առաջարկում չսպասել այդ օրվան։ Եվ ես ինչպես հայտարարել եմ, մենք պետք է ստեղծենք մեր տեխնացուներին, մենք պետք է ստեղծենք մեր կառավարությունը ու մենք պարտադրենք մեր կառավարությունը։ Կառավարությունը ինչպես հենց այդպես ինչպես ես ամեն անգամ նկարագրում եմ։ Ստեղծելով այդ ամեն ինչը այսօրվանից։ Կառույցները, տեխնացուներին, ծրագիրը, ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է պետություն ունենալու։ Ընդ որում, ոչ միայն հայկական հայաստանյան ռեսուրսով, որի մեջ պես փորձում են սահմանափակել, այսինքն նույնիսկ եթե դու Հայաստանի քաղաքացի ես, էլի քեզ արգելում են մասնակցություն ունենալու, եթե դու 170 օրվանից ավել ես եղել, չէ։ Իրանք ավելի են նեղացնում ընտրողների քանակը եւ ընտրողների ապրելու տեղը, որ հնարավորինս դա կոնտրոլի տակ լինեն։ Մենք կգնանք ուրիշ ճանապարհով, ինչպես ժամանակին կասեց Լենինը, այլ ճանապարհով։ Մենք ստեղծենք ամբողջ հայության կողմից կառավարություններ, տեխնացուներներ, ծրագիրներ ու կպարտադրենք բոլոր ընտրությունների մեր տեխնացուներին։ Բոլոր, դա կլինի համայնքային, դա կլինի համապետական, դրա համար է ստեղծված ինքնաճանաչում շարժումը, որի պատասխանատուն անձամբ լինելու է ես, որը ունի հավաքանի, որի աշխատանքները արդեն մենք սկսել ենք, կներկայացնենք ձեզ, ու այն մարդիկ, ովքեր ուզում են օգտակար լինեն, ովքեր չեն հանձնվել, ովքեր հասկանում են, որ այս խորհրդարանը նախորդից ոչինչով չի տարբերում, ովքեր հասկացել են, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որ եկան մասնակցեցին ընտրություններին, ամեն մեկը ստացավ իր բաժինը, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, բայց ընդհանուր համայնապատկերի մեջ ստացան իրենց բաժինը, մեկը ոգևորված էր, մեկը ներսրտած էր, մեկը այդքան էր հույս չուներ երևի, սա չի էականը։ Մենք հասկացանք, չէ, որ հայկական քաղաքական դաշտում հաջորդ 5 տարվա մեջ ոչ մի առաջարկ չի կարող ունենալ, որ կարող է վախեցնի կամ խանգարի այսօրվա իշխանություն ընդդիմություն տանդեմին։ Զուտ ռեսուրսների պակասի պատճառով։ Ոչ թե իդեա չունեն, ոչ թե չգիտեմ, վատն են կամ լավն են, ոչ։ Քաղաքական ռեսուրսների մասին է խոսքը։ Ոչ մեկ քաղաքական դաշտում չմնաց, որպեսզի 5 տարվա մեջ ժողովուրդը ասի, այ ճիշտ է ինքը չանցավ, բայց ինքը հեսա process կսկսի, մենք ընթացքում կունենանք այլ պատկեր։ Եթե չկա, ուրեմն պետք է ստեղծվի։ Ես այդպես եմ հասկանում։ Ովքեր չեն հանձնվել, ովքեր պատրաստ են ստեղծել, խնդրեք, գրեք ինձ։ Մենք ձեր կարիքն ունենք, մենք գործ պետք է անենք իր հետ։ Որովհետև սրանց դեմն առնել է պետք, ժողովուրդ, իրոք առնել է պետք։ Գիտեք ոնց է պետք։ Այն ռեսուրսները, որի վրա իրանք ազդեցություն չկարողանան ունենան, իսկ այդ ռեսուրսը սփյուռքում։ Հա, Հայաստանից դուրս է մեծամասամբ։ Այս սփյուռքը մի քանի միլիոնանոց ռեսուրս է, որը ունենալու է իր տեխնացուներին, իր ծրագիրը, որի վրա սրանք ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ։ Փորձելու են, անպայման փորձելու են։ Հաջողելու են, չեմ կարծում։ Սրանք 19 թիվն է, նայեք, մարտի 30 իրանց քայլը խմբակցությունն է Արցախի խորհրդարանում։ Ընդամենը 1 տարի հետո այս երկիրը պետք է փորոտային։ Ոսեին դա
Բայց դա Ադրբեջան էր։ Բայց հիմա այս նկարի մեջ գտնվող Անդոններին, թուրք ռուբոներին, Արա Վարդանյանին է, որ հանցագործ ստելու է, հա, չգիտեմ ով այնտեղ ցիկրակում, սրանցից մի խոսքով էս, Սիսա Գաբրելյանով, Մապրելյանով, բա ասեք ինչի են գնացել Թուրքիա, Ադրբեջան, եթե Արցախը Ադրբեջան էր, դուք ինչ գործ ունեիք այդտեղ նստած, հա, Անդոն, այն մարդիկ, որոնք արհամարած ունեն այս փաստերը, սրանք դասում են այն մարդկանց կատեգորիային, որ ասում եմ, մի փաստը հերիք է 50 գիտնականի լրացնելու համար, բայց 50 փաստ հիմարին լրացնելու համար չի բավարարում։ Իրանք հենց այդ կատեգորիայի մեջ են, որովհետև ցանկացած մի քիչ խելացի մարդ ոսատենա, կասկնալա, ըստեղ դուք էլ ինչի եք ընդունակ, իսկ իրանք ընդունակ են շատ բաների։ Ու արեցին։ Իրան Օմարի արծիվ կոչող ասում է, ես չեմ համանում, որ Օմարի արծիվ եմ եղել։ Մենք էլ չէինք համանում, որ դու Օմարի արծիվ ես եղել, բացարձակապես ճնճղուկ, բայց դու ես քեզ կորչում Օմարի արծիվ։ Դերից պաթոսներ, նկարներ։ Օմարն էլ է ուրանում։ Ինչ անենք, որ ես գրել եմ, որ ես Օմարի արծիվն եմ։ Օմարը ուր, ես ուր, կամ արծիվը ուր, ես ուր, այդ մենք գիտենք։ Բայց դա դու ես գրում։ Մենք քեզ չենք ասել, դու Օմարի արծիվն ես, չէ։ Դու քեզ կարելի դնել ես դու Հիսուս Քրիստոսն ես կամ Սպայդերմենը։ Դու ոնց կայես Լևոնի նավակ ճոճողն ես եղել ամբողջ կյանքդ։ Հիմա էլ ես Լևոնի նավակ ճոճողը։ Այսքան բան։ Ոչ մի բան մեր մոտ չի փոխվել։ Այդ դու ես խափում քեզ ու ժողովրդին։ Այսինքն ես չեմ ասել, որ ես Օմարի արծիվն եմ։ Ես չեմ ասել, որ Արցախը Հայաստանն է։ Ես դες բան եմ ասել, ես չեմ հիշում։ Չէ։ Այսինքն ու մի որոշ շերտի համար այս ամեն ինչը նորմալ է։ Դե մենք արդեն բնութագիրը տվել ենք այդ շերտի, ես չեմ ուզում մանրանալ։ 8000 աշխատավարձի դիմաց դուք կուզենաք դուք ես նստեիք ու խաղայիք։ Ինչի՞ չէ որ։ Գիտեք ինչի։ Ես ես դուրսման եմ ասում, եթե մարդ այս տարիքում պատգամավոր աշխատավարձ ստացող նստած ընդեր խաղում է խաղում։ Նա արժանի է իր ընտրողներին, բան չեմ ասում, որովհետև իր ընտրողներն են այս որակի։ Իր ընտրողներն են այս որակի։ Հիմա չասեք դե միշտ էլ խաղացել են բան, հա որտե միշտ էլ այս որակն եք դուք ընտրել։ Հա։ Միշտ էլ էսո ինչ տարբերություն հանրապետականից է թե այսօրվա ԿՊ-ից դրանց մեջ տարբերություն չկա, չի եղել։ Երբեք չի եղել։ Ուրիշ տեղեր է թեթև տարբերություն եղել, ով է դա եւ անուն ազգանուն ինչ է։ Եվ այսպես ես ձեզ ուզում եմ հիշեցնել հին սովետական անեկդոտ։ Այն որ Անդրոպովի ժամանակ էր դա ելավ։ Եվ որ պարզվեց, որ Միջին Ասիայում կոռուպցիայի եւ հանցագործությունների թալանի չտեսնված մասշտաբների են հասել։ Ժամանակ Գդելյանին ուղարկեցին այդ գործերը քննելու։ Գեներալ Գդելյանն էր հատուկ գործերով քննիչ եւ այդ ժամանակ դուրս եկավ մի հատ անեկդոտ, որ կանչում ասում է լսի, այս գործերը պետք է բացահայտես։ Մի չէ վերջին ով այս ամեն ինչի կռիչը, բայց ասում անեն ցա հանկարծ մենք մեր վրա դուրս չգանք։ Եվ հիմա տղեկը չոտկի դուրս եկան իր վրա։ Եվ ինչա պատմում սպանված Հովի քուրը, որը սպանվել է դեռ 2023 թվականին, որի փաստորեն տանից, ես չեմ ուզում ասեմ, ով է սպանել, էլի հոդվածի մեջ գրած է, որ ազգամնա պատվիրել սպանությունը եւ փաստորեն նայեք ինչքան են փող տարել այս բանի տնից հետախոզ սպանությունից հետո սպանվածի տունը նայել են, քննել են, զննել են եւ փաստորեն գտել են հայտնաբերել են 380,000 դրամ, 25,000 ռուբլի, 9,820 եվրո եւ 48,550 դոլար։ Տեսակ էս 9,000 համարյա 10,000 եվրոն, համարյա 50,000 դոլարը մնացածի հետ անհետացել են։ Գնացել էին գործը բացահայտելու, մեկ էլ դերմենը մի բաժկ է,
բայց դեռ ուրիշ քրեական գործ էլ կա այդտեղ։ Այդ քույրը բողոք է ներկայացել, լսեք, ձեր ստուգումից հետո, ձեր խուզարկությունից հետո, այդ փողերը անհետացել են, քնիչը գողացել է։ Միջև հիմա այդ բողոքի ոչ մի արձագանք կա։ Գնացին ալգամի հետևից, որ գործադության պարզվեց իրաց քննիչի վրա այնտեղ գործը, դե ուրիշ գողություն կա բաց այդ սպանությունից։ Բայց բոլոր հայտարարությունների մեջ sense կարմիր տողով անցնում ասած ընդգծված, որ ալգամի կինը այս Ծառուկյան աղջիկն է, որը կասկածում է արտամուսնական կապերի մեջ գտնվել մեջ։ Sense ցավացնելու, նվաստացնելու այս են դիտավորությամբ անընդհատ ցես կրկնում։ Միջդեռ սա քրեական գործ է, էլի, սա բան չի, սերիալ չի, այս բան պետք է չլիներ, էլի։ Տեսնենք ինչ են արտահայտվում սրա մասին մնացածը, ինչպես են արտահայտվում, մենք։ Ապա 2 ամսով կալանավորված Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է, մեղադրվում է սպանություն պատվիրելու համար։ Նշելավորական այդ աբսուրդ մեղադրանքը եւ որևէ հանցագործություն չի կատարել։ Քննչականը շաբաթ առավոտյան հրապարակեց մոտ 1 րոպեանոց մի տեսանյութ, որում դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են նախկին падգամավորի առանձնատուն, նրան տապալում գետնին ձերբակալում։ Հետո քննչականը մի հաղորդագրություն հրապարակեց, հասնելով մինչև կալանավորված Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի դստերը, որն Արգամ Աբրահամյանի կինն է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցնում է, որն է այս հրապարակման հանրային շահը։ Այդ տվյալները, երբ որ օրենքը թույլ է տալիս, որ իրապահ մարմինները ստանան, թույլ է տալիս, որ քննության համար ստանան։ Քննության տեսանկյունից իրենք ամեն ինչ կարող են ստանալ, կարող են ամենամեծ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, բայց երբևէ օրենքը թույլ չի տալիս դա հրապարակել, որովհետև դա ոչ մի հանրային շահ իրենից չի ներկայացնում։ Բայց այս ամեն ինչն է ստեղծված դրա համար, որ դա հրապարակեն մարդկանց ցավեցնելու համար։ Իրանց հետաքրքիր չէ լինի, եթե այս ամեն ինչ սուս-փուս անցներ, սուս-փուս արգամա գնալ նստեր, հա, եթե այդպես հանցագործություն է կատարել։ Բայց ընդ ուրիշ ակնհայտ հանցագործություն կա, որ մարդու փողերն է գողաց այդ քննիչը։ Ջրել են գնացել է։ Այսինքն, եթե այս գործը բացահայտված էր, դից ասեմ, սպանությունները կամ բացահայտումը թամետքերով, կամ եթե արտակարգ ինչ-որ նոր ինֆորմացիա չի եղել, բնականաբար որը չէր կարող լինել, որ այդ հանգուցյալը չէր բաներ հարություն արել եւ ասել էր ով ավրեն կրակողը եւ ով է ուղարկել ով է ուղարկել հա ամբողջ այս գործի իմաստն է որ հենց ուղակի ցավացնեն այս ձևով եթե նույնիսկ այս սպանությունը պատվիրել ազգամը էլի դա չի նպատակը ցավացնելն է նպատակը ոչ մի գործամիտ պատճառաբանություն չունի, թե ինչի համար են պետք է տվյալների հրապարակում։ Իրավապահները շատ ուղիղ էին գրել, թե Արգամ Աբրահամյանը սպանությունը պատվիրելով վրեժխնդիր է եղել կրոնական կազմակերպություններից մեկի հոգևոր հովիվից կասկածներ ունենալով նրա եւ կնոջ անձնական փոխհարաբերությունների առնչությամբ։ Փաստաբանը պնդում է, սպանությունը պատվիրելու դրվագը ընդհանրապես վարկած է, բայց իրավապահներն այն հրապարակեցին ողջ մանրամասներով։ Եվ այդ ընթացքում աշխատակիցներից մեկը ծոնքը գտնում է գլխին եւ երկով պահում է։ Այն դեպքում որևէ տեսակի շարժում չի կատարում, այսինքն որևէ բան չի կարող կատարել։ Իրավապահները դեռ 2023 թվականին էին հաղորդել Երևանում տեղի ունեցած հրազենով սպանության մասին, կալանավորել էին Աբրահամյանի անվտանգության աշխատակից Գեգամ Հակոբյանին, գործը 2024 թվականին ուղարկել դատարան, որն էլ այժմ քննում է այն։ Դատալեքսում հրապարակված գործում, սակայն Արգամ Աբրահամյանի անունը չկա։ Կոնկրետ Գեգամ Հակոբյանի մասով առանձին որպես իր կողմից կատարված սպանություն, առանց որևէ մեկի պատվերի եւ այլ, այնտեղ որոշակի արտահայտություններ կան, որ ես չեմ կարող իմ անդրադառնալ, այդ հիմքով ուղարկել են դատարան։ Երեմ Սարգսյանի խոսքով քննիչները դեռ 2023 թվականին են քննել Կրտսեր Աբրահամյանի մասնակցությունը կրոնական կազմակերպության անդամի սպանության մեջ ու նրա մեղքն այդպես էլ չի հաստատվել։ 3 տարի անց ինչ նոր հանգամանքներ են իհայտ եկել, որ հանգեցրին Արգամ Աբրահամյանի դեմ մեղադրանքին։ Ընդունենք Արգամները եղել է պատվիրատուն։ Այսինքն գիտեն, Արգամի ախանիկն է, իբր սպանել, լավ։ Բայց 24 թվականին այս ամեն ինչ անեիք, թե Արցախի հիմնադրամի ֆոնդի թալանի մեջ էիք աղբերությունները ժամանակ ոտքից գլուխ չարժեր Արգամիկին ձեռտալ, հա։ Սա է պատճառը։ Ոչինչ մարդկանց այնքան չի միավորում, ինչքան միասին կատարած հանցանքը։ Այդ ժամանակ դա էր։
խնդիր չկար։ Պատկերացնում եք Սերժի Հովիկը, Հովիկ Աբրահամյանը, Նիկոլի հետ, Արայիկի հետ թալանում են մի ամբողջ կես միլիարդանոց հիմնադրամ։ Իհարկե ոչ միայն իրանք են։ Բոլորը փայի մեջ են։ Ում է սպանել մի հատ Հովիկ, որտեղ նա ոչինչ է։ Ում են բռնել Աֆղանիկին, դե լավ է։ Բռնել են, գործնել չկա միջև հիմա։ Որոշեցին սպասեք, հիշում եք այն գործը, հա, ժամանակն է, բեր մի հատ ցավացնենք, էլի։ Հետն էլ գնենք, որ աղջիկը հավատարիմ չի եղել։ Ընտանիք քանդող էլի, Նիկոլներ, տեսեք, այս ամեն ինչը գիտեք իշխնախայտարարություն։ Ես Հովիկ Աբրահամյանից հիմա ոնց որ ինքը Սերժ է, էլի ոչ մի տարբերություն չկա։ Ոչ մեկ հանգարց չմտածի ես իրանց պաշտպանեմ, չէ, այստեղ։ Չէ, ուղղակի Հայաստանում դուք ավիրում եք ամենակարևորը։ Ընտանիք չմտնելու տրադիցիան։ Դուք պիղծ եք արա։ Հայաստանում շատ հարցեր է եղել, շատ կռիվներ է եղել, շատ դատավարություններ է եղել, օրինական, անօրինական, ոչ մեկի տուն չի մտել։ Եղել է միած են սահման, եղել է միած սահման։ Ոչ մեկի տուն չի մտել, արա։ Ես էլ եմ եղել դրա մեջ, իմ ընկերներն են դրա մեջ եղել, ուրիշներին էլ եմ տեսել դրա մեջ եղել են։ Ոչ մեկի ընտանիք տուն չի մտել։ Դուք պիղծ եք, ընդ որում, պիղծը մենակ դուք չեք, պիղծ են բոլոր նրանք, ովքեր ցապ են տալիս պղծությանը։ Դաման ասում, Փաշինյան Նիկոլը իրականացեց պետության մեջ աննախադեպ է, բարոյացիդ իրականացեց, ջնջեց բարոյականությունը եւ պարզվեց կա մասա, որ չունի այդ բարոյականությունը, պատրաստ ամեն ինչի տակ ստորագրի ծապ տա, դա նկատ լինի կաթողիկոսի դեմ, բանի Արգամի դեմ, Ծառուկյանի դեմ, երբ չեն հասկանում, հա, որ բաներ կա, չի կարելի, ուղղակի չի կարելի, նաև օրենքով չի կարելի, ոչ միայն բարոյականության տեսակետից, բայց Փաշինյան Նիկոլը, քանի որ համոզել է մարդկանց, որ ինքն է եւ բարոյականությունը, եւ Քրիստոսը, եւ դատախազը, եւ օրենքը ամեն ինչն իրենք են, դե Նիկոլ ընտրողներն էլ այտենց էլ ընդունում են ու ծափ են տալին ամեն ինչին, ինչ որ կդրվի իրանց դեմը։ Լսենք այս մասով ինչ ասում իրավապաշտպանը։ Ամյանի մասին հիշեցին սպանությունից 3 տարի անց տնտեսական հանցագործությունների մեղադրանքով աներոջ կալանավորումից հետո քննչականը չի մանրամասնում, ազատությունը գրավոր հարցում է ուղարկել։ Ճգնաժամում են հայտնվել մեր իրավապահ մարմինները, նկատում եմ նաև վերահսկող դատախազությունը, որ կարող են այսպիսի մի հայտարարություն տարածել մարդկանց, ընտանիքին, աղջկան նսեմացնելու, վարկաբեկելու, գիտեք, սա իրավական, ես կանվանեի իրավական այլասեռություն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ նախաքննական գաղտնիքը նեղ անձնական մանրամասներով հրապարակելը ուղղված է հենց կալանավորված Գագիկ Ծառուկյանին, ով վարչապետի թիրախում հայտնվեց ընտրությունների շրջանում։ Հորը փակել եք, ունեցվածքը խլում եք, լավ, ինչ եք ուզում այս մարդու ընտանիքից։ Իրավապաշտպանը, որ վերջին տարիներին հաճախ է քննադատում իրավապահներին խտրական մոտեցման համար, այս հաղորդագրությունը համարում է բարոյական նորմերից դուրս։ Եվ սա գիտեք, հանրության վրա ինչ ազդեցություն է թողել։ Ինչպես կարող ենք մենք ապրել այս անբարո մթնոլորտում։ Մեկ ամիս Սման ասեմ ինչ հիշեցի։ Միջև դոգը կնստեր։ Մտնում էր սրանց ընտանիքներով։ Լրիվ արդարացված։ Մտնում էր դուրս էր գալի։ Շատերը վրթոված էին, որ արա դա մարդկանց տուն է մտնում։ Լավ, ասենք դոգը անհատ քաղաքացի է, լավնա վատնա լպիրշա կեղտոտա ինչ որ նա անհատ անա պետություն չի, պետականությունը չի։ Այսօր նույն բանը անում է պետությունը, հասկանում եք։ Պետությունն է անում իր մեդիաներով։ Բայց դուք չսիրողներ, ընտանիք չի կարելի մտնել։ Բա ուր է ձեր թուքը, այդ բանը Նիկոլ Երեսին, ինչի ես չեմ տեսնում, որ ինքը սենց անընդհատ երեսն է սրբում։ Ինչ է այս վազվզում են դեմքերը փակած մարդկանց տաներով մտնելով։ Սրանք ընտանիք չունեն, սրանք չեն հասկանում իրենք ինչ են անում։ Բա մի դուրս եկեք, սենց խորով թքեք Նիկոլի Երեսին, իր դատախազի երեսին, այս հրամանատվողի երեսին, այս խմբագրի երեսին, այս նյութերը տարածողների երեսին, ասեք, այնի դոգներ, այն որ չեք սիրում, $3 միլիոն ծախսեցիք իրան ձերբակալելու վրա,
հա, մի տարի կեսա պահում եք ընդեղ, հա, ասելով որ նա կեղտոտ բերան ունի։ Արա հիմա նույն բանը դուք եկան, դուք հասկացաք դուք ինչ եղաք։ Դուք վերածեցիք դոգիզմը պետական իրավական քաղաքականության։ Դա mən ասում պետության մեջ մեր երբեք այդպես բան չի եղել։ Ոչ մի անգամ։ Ասում եմ ոչ իմ ընտանիքի նկատմամբ, ոչ իմ ընկերների ընտանիքի նկատմամբ, ասենց։ Ես շփիղցեք դուք կրա։ Եթե հիշում եք երկու օր առաջ այս այնի մասին որ ես ասում եի, հա, որ վաղուց զուշացում եմ ասում ես այնը պետքա բոլոր թաղամասերը, բոլոր մտի դուրս գա, տեսնի մի հատ ուսումնավարժական բաներ անեն, միջոցառումներ անեն, տեսնեն որտեղ ինքը չի կարողանում մտնի ու դուրս գա, հանդելա պետք է այդ ամեն ինչը։ Չի ասում եք։ Եղավ թարդե։ Դա նույն բանը ասում է Պետրոն։ Սա ասում է մի երկրաշարժ եւ այս քաղաքը կվերածվի աղետի գոտու։ Կանգնի քաղաքը։ Կկանգնի սոսկալիա քաղաքի վիճակը եւ երթևեկության առումով, եւ նշանների առումով, եւ գիտեք որ ամեն մի շենք սարքելուց ինքը համապատասխան պետք է ազատ տարածք ունենա, դիմացը կողքը հետևը տակը բոլոր նորմերն է խախտված, որ շենք ընկա կողքի շենքերին էլ է խփելու, ոչ մի նորմ պահած չի։ Իսկ հայ Երևանը սեսմիկ գոտու վրա է, չեմ ասում, որ մենք չմոռանանք, պատերազմական գոտի է։ Ու չկա խաղաղություն, չի լինելու խաղաղություն, մանավանդ քանի Նիկոլ Փաշինյանը նստած է։ Մեկ երկրաշարժ կամ մեկ կրակոց պայթելու է Հայաստանը։ Այսպես։ Ինչ ուզես սրանցից։ Սա Երևանյան լիճն է։ Հոտ, ծաղկած լիճ, սատկած կենդանիներ, աղբը նայեք։ Ու դուք սան ձայն տվեցիք։ Մինչդեռ Երևանյան լիճը գիտեք ինչ կարող էր դառնալ Զանգվի հետ միասին։ Գիտեք ինչ կարող էր դառնալ։ Երևանի լավագույն հանգստյան գոտին դա կարող էր դառնալ։ Լավագույն զբոսնելու հանգստյան տարածքը դա կարող էր դառնալ։ Այդ ամբողջ ձորը, ամբողջ լիճը։ Բայց դա կլիներ, երբ որ Հայաստան ունենար սեփական կառավարություն, պրոֆեսիոնալ ղեկավարներ, ընտրված քաղաքապետ, որը հաշվետու կլեր ամեն ինչին, բայց այն ինչ որ հիմա կա։ Գիտեք ո՞րն է ցավալին։ Մարդիկ այս ամեն ինչը նորմալ են ընդունում։ Չես հասկանում։ Մարդիկ ոնց որ հրաժարված լինեն իրենց ապրելու իրավունքից։ Որտեվ գիտեք, ապրելու միջավայրն էլ պետքա լինի արժանապատիվ։ Թեպետ ամեն ինչ պետքա լինի արժանապատիվ։ Մարդիկ ոնց որ համարում են նորմալ այն ինչ որ իրենց դեմը դնում են, ինչ որ իրենց հետ կատարում են։ Այս դա չեմ կարողանում հարմարվել։ Կարող է ես եմ ստանում այս բան չունեմ ասել։ Ու այս կառավարությունը, որ մի լիճ չի կարողանում մաքրի։ Երևանի կենտրոնում Սարյան փողոցում քանդվելու է քաղաքի խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկը՝ Հայփոստի շենքը։ Դրա տեղում նախատեսվում է կառուցել համաշխարհային առևտրի կենտրոն, շուրջ $300 միլիոն արժողությամբ բազմաֆունկցիոնալ համալիր։ Սակայն միջին վիճակագրական երևանցին դեռևս լիովին տեղեկացված չէ, թե իր քաղաքի կենտրոնում ինչ է կառուցվելու։ Ավելին, նախագծի մասին անգամ ճարտարապետներն են տեղեկացել այստեղից այնտեղից։ Ինչու այսպիսի մասշտաբային նախագիծը մինչև հիմա չի դարձել լայն հանրային եւ մասնագիտական քննարկման առարկա։ Ինչի դառնա։ Փողը վերցել են, շինթույլտվությունը տվել են, ինչ կլինի, ոնց կլինի, ինչելը սատակով անցնում է թունելը, ցանկվի ձորի հետ կապող։ Սրանք լիճ չեն կարողանում մաքրել, բայց սրանք թույլտվություն են տվել 50 հարգանի շենք կառուցվի։ Միտեղ որի տակը դատարկ կա։ Ընդ որում, ես որ ասում եմ, փողունակությունը Հայաստանի փողոցների, Երևանի փողոցների շատ սահմանափակ է։ Թողունակությունը, սրանք 50 հարգանի շենք են դնում միտեղ, որտեղ էլ տեղ չկա մեքենա մտնելու, կանգնելու։ Հասկանում եք։ Եթե նույնիսկ այդ ավտոկայանի տեղին սարքել տանիքում,
Ոսած գնան բարձրանան միջև տանիք, ես չգիտեմ ոնց լիֆտերով կանեն, ինչ կանեն։ Մեկը այս փողոցները այդքան տարօրինակ չեն։ Դուք չեք հասկանում, որ նախատեսված չի եղել այս ամեն ինչի համար։ Թամանյանը գծել է փողոցների լայնություններ, շենքերներ, հարկերներ 4 հարգանի քաղաքի համար։ 4-5 Всё, սենց պետք է լիներ Երևանը։ Դուք էս ինչ արեցիք։ Դուք էս ինչ եք անում այս երկրի հետ։ Դրամանը լսի։ Մեկ Դաշտավանի ծերկրտուկն ունեք, մի տնօրտասնակման, խփել վիրավորներ, կրակոցներ, ամեն օրվա վիճակա, բայց Հայաստանը կայուն, հանցագործություն չկա, եթե նայես ներքին գործերի նախարարի ելույթները, ամենաքիչ հանցագործություն այս տարի ենք ունեցել, ամեն օր կրակոց, սպանություններ, կռիվ Դավիթ, Ինչպես կտրուկ ավելացել է այս ամեն ինչ հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Ես ասում եմ, բոլոր հանցագործները, բոլոր օգնել են Նիկոլին։ Հիմա բոլորը իրաց բաժինը պետք է ստանան։ Եվ ինչպես տեսնում ենք, ակտիվացել են բոլորը։ Չնայած մի ցուցակ են նորը հրապարակել ում են բռնել։ Ինչքան մանկապարտեզի երեխայի անուն կա, գրած է, չեմ ուզում կարդամ էլի։ Ինչքան մանկապարտեզի բաներ ածականներ կար, գրած էր։ Դասա լսենք։ Եղեսկով Ալիևը մի հատ հայտարարություն է տարածել, որ իր տարածքում, երբ որ ինքը ընդունել է Ռուսաստանի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին, իր իմացությունությունը Իրանից դուրս պայմանավորվածությունից դուրս հանդիպում է եղել Մերսի եւ Լավրովի հետ։ Ռուսաստանը դա հերքում է, նման բան չկա։ Ու սա միակ բան չի, ես հիմա տեսեք ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ։ Հա, միջև ասնենք Ռուսաստան, մի հատ տեսնենք ռուսները ոնց են ներկայացնում Պուտինին Նիկոլին։ Մի հատ նայեք, սա ռուսական մեդիաներն են, որոնք ներկայացնում են Փաշինյան Նիկոլին։ Сейчас то, что происходит, сейчас в пространстве Евразийского экономического союза, только провоцирует негативное восприятие Евразийского экономического союза в Республике Армения. Имею в виду те ограничения, которые наши уважаемые российские коллеги внесли по поводу армянских товаров. Ապրկտերի մասին։ Բարոյական ցենզը ասեն, ինքը խնդրում է, որ Արևտյանի մի երկրի հետ, որին ինքը 2 ամիս առաջ մեղադրում էր Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելու մեջ։ Հայտարարում էր թշնամի, ամենակեղտոտ բառերով։ Սա բարոյականության խնդիր է, ժողովուրդ, ես Ռուսաստան չեմ պա։ Դու ասես մեկին, դու իմ թշնամին ես, դու տականք ես, դու չգիտեմ ամեն ինչ անում ես, որ Հայաստանը զրկես ինքնիշխանությունից ու գնաս խնդրես, որ դու այդ առևտուր անես։ Ու մեղադրես իրեն, որ քեզ այդպես պատասխանում է։ Ռուսաստանը չի, Վրաստանի մասին է խոսքը։ Վրաստանին, պատկերացեք, ուրիշ երկիր է, Վրաստան։ Մեղադրում ես աշխարհի վերջի քֆուրներով, վերջի մեղքերի մեջ։ Ու ով իր այդ աշխատում է, կոչվում ես վերջի բառերով, հրեշներ, մի խոսքով։ Հա, դևեր, հրեշներ, բան երագլուխ, չգիտեմ։ Հետո գնաս ասես, չեմ հասկանում։ Էս ինչ ես անում, ինչ ես փակել իմ այդ առևտուրը։ Նիկոլի համար ոչ մի չափանիշ գոյություն չունի։ Հենց դեռ էս խոսակցությունների մեջ են ասել, բայց դու գնում ես Եվրոպա, ինքս տեղը ասել, էդի Լուկաշենկոն մեզ պրովոկացիա արեց։ Լուկաշենկոն է մեղավոր։ Հիմա Պուտինն էլ նույն ձևի կարող ասի դու ես մեղավոր։ Կամ Նազարբաևն է, Տոկաևն է մեղավոր, Նազարբաև չկա։ Տոկաևն է մեղավոր, ինքը պրովոկացիա արեց։ Ինքը պրովոկացիա արեց, ես էլ ասեցի փակեք հայկական ապրանքների։ Ընդունելու ես այդ պատասխանը։ Մենք հասկանում ենք մեր չափանիշները
որտեղ ենք նշած զորերը ուր ենք իջացրել։ Այն տեղը, որ մենք իջացրել ենք, այդտեղ հարցերի լուծումներ չկան։ Այդտեղ հարցերի խնդիրներ է, լուծումների խնդիր է առաջանում, այդտեղ հարցեր չեն լուծվում։ Այն ինչ որ մեր համար արդեն դառել է նորմալ, դա բերելու է ավելի աննորմալ վիճակների։ Ու դրա պատասխանատու մեզանից բացի ոչ մեկ չկա։ Մենք ենք մեր նշած զորը իջացրել այնտեղ։ Արշավ բանի դեմ։ Հիմա լսենք շատ հետաքրքրական է։ Что ж это Азербайджан так осмелел в последнее время? Սա պուտինյան պրոպագանդիստ Լեպսն է խոսում երկիր։ Մոսամիակը չես վերջերկովա մեջ։ Ինչ որ արշավ է Ադրբեջանի դեմ։ Հետո կհասկանանք ինչ է։ Читаю заявление Алиева. Из-за неспособности России снабжать клиентов нефтью под ударами мы можем взять всех ваших клиентов и поставлять столько нефтепродуктов, сколько потребуется. Азербайджанцы, это как назвать? Это подлость, это крысить у своих. У нас беда, большая беда, а вы нас в спину еще штрыкнули. Стыдно, друзья, наша внешняя политика на излете. То там проблема, то сям, тут не доглядели. Разговоры, что нам нужен правопреемник президента, все громче. И это понятно, мы пропускаем удар за ударом, а надо что-то решать, пора возвращать величие. Ինչերացնա խոսքը։ Աշխարհի վերջի բաներն ա մեջ ամերազում ադրբեջանցիների հետ հիշում եք ես ամասին ասել եմ, երբ որ եվրոպացիների հետ խոսալու ժամանակ Ադրբեջանը ասել է ես ամեն ինչով կապահովեմ, մոռացեք Ռուսաստանի մասին, գազը տալիս եմ ես բացառապես։ Դրանից հետո էր մերսը զանգել խոսակցություն ունեցել Նիկոլի հետ, որի կոնտեքստի մասին մենք այդպես չիմացանք։ Բնականաբար իրական կոնտեքստի մասին։ Ալիևն ասում է ես եմ տալիս։ Ու Ալիևն ասեց շատ որոշակի պահանջների դեպքում։ Այդ պահանջները ճնշումներն են Հայաստանի վրա։ Բնականաբար Զանգեզուրի Միջանցքի պահով։ Եվ պայմանը միանգամից ընդունվեց Մերձի կողմից։ Հիմա ռուսներն են ասում ոնց թե Ադրբեջան, մենք ես կանցանենք, քեզ պահենք, դու թիկունքից դանակով խփես։ Բա ինչ պետք է անի։ Բա ինչ պետք է անի Թուրքը, եթե Թուրքը միայն դա է կարում անի։ Չհասկանալ դա Թուրքի մեղքը չի։ Դա պետք է լինել կատարյալ իդիոտ, իմբեցիլ, որ պարզ ճշմարտությունը դալա, որ չհասկանալ ու մի հատ էլ մուննատ գալ, թե ոնց եղավ, որ դու տենց լկստվել ես, բա ինչ կանե։ Մյուսը Ալիևների մասին լսենք։ Кто такие Алиевы? Алиевы — это люди, которые приватизировали кусок СССР под себя, когда они же, Алиев участвовал в развале СССР, развалили. Это рейдеры. Это члены ЦК, рейдеры, зарейдерившие себе кусок Закавказья. Вот, по национальному признаку. И человек должен на цирлах ходить перед Владимиром Путиным, памятуя о том, откуда они вообще взялись, эти азербайджанские крестьяне, как они превратились сначала, в советских политических деятелей, а теперь и в независимых политических акторов международных. И помнить, что договор о дружбе и сотрудничестве, который есть между Россией и Азербайджаном, единственный гарантирует суверенитет Азербайджана. Вот, потому что все эти договоры зиждутся на образовании Советской Республики в 1921 году, а потом ее, так сказать, прекращении существования в 1991 году. Так же все как с Украиной, все одно и то же. Հիշեցնում են ով էր Ադրբեջանը, ինչի վրա ստեղծվել իրենց պետականությունը, ոնց է ստեղծվել իրենց պետականությունը։ Շատ նեղված են Ադրբեջանի գործողություններից ռուսները, բայց սա կրկնվող պատմությունն է եւ դա չհասկանալը իրենց խնդիրն է։ Ինչա տալու մեզ ոչ մի բան։ Որտեւ ամենակարևորը չունենք մենք այն կառավարությունը, որ կարող է այս ամեն ինչից օգտվի։ Որովհետեւ այն ինչ որ մենք հիմա ունենք, եթե նույնիսկ մեր շրջապատում հարևանների մեջ ոչ մի պատերազմ չլինի, ոչ մի կոնֆլիկտ չլինի, սրանք երկիրը տապալելու են ամեն դեպքում։ Որտեւ դուք չեք կարող ինքնաթիռի ղեկին նստել կապիկ, նռնակը ձեռքը ու գնալ հանգիստ քնել հույսով, որ ինքը հաջող վայրեր կա կատարելու։ Իսկ մենք 8 տարի այդ ռեժիմով ապրում ենք, բառացի։ Ռուսաստանի մասին մի քիչ լսենք։ В неделе началась эта проблема с экспортом через Азовское и Черное море.
И, значит, сейчас висит страшная угроза, что резко страшные цифры звучат, я боюсь даже, я не могу их гарантировать, но разговоры идут, что на 30-40% упадет экспорт пшеницы, а потом и подсолнечника из России. И это все обрушивается на внутренний рынок. Люди говорят, да как же хорошо-то, господи, нечего вывозить, пускай все будет на 3 страны. Но это как бы взгляд человека, не понимающего в экономике, а для фермера это самый страшный ночной сон, потому что когда нельзя экспортировать, а все надо продать на внутреннем рынке, а внутренний рынок столько поглотить не может по нормальной цене, тогда происходит падение цены, и вот тогда получается, что у вас цены ниже, чем издержки производства. То есть вы начинаете заниматься сельским хозяйством, мало того, что это вообще тяжелая работа, да, но вы начинаете заниматься в убыток, и все, вы начинаете сворачивать. Мы уже 1-1.5 года назад обратили внимание, что часть фермеров вот на юге России начали закрывать хозяйство. Страшная была история, значит, они закрывали хозяйство, распродавали все. Նույն վիճակն է Ռուսաստանում։ Էլի էքսպորտը 30-40% ընկել է եւ լինդեղ ուրախացողներ կան, որ վերջապես մի քիչ էժան բան կառնենք Ռուսաստանի ներքևում, բայց ասում եմ, արդեն անցած տարվանից են ֆերմերները փակվում։ Եվ եթե մեկը արտադրում է, որ ստիպված է լինելու ինքնարժեքից ցածր վաճառել, դրանք մյուս տարի չեն կարողանալու աշխատել։ Չեն կարող արտահանումը ցանկացած գործարարի համար դա սնունդ է, դա օդ է, դա նոր ներդրումների հնարավորություն է, աշխատողներ պահելու հնարավորություն է։ Բրծավ արտահանումը վերջացավ, դու քո ներքին շուկայի մեջ այդքան ապրում չես կարող։ Ինչպես Հայաստանում։ Ապրես նույն վիճակն է, այն կոլապսը, որ Հայաստանին է սպասում, նույնը սպասում է Ռուսաստանին, ու ծանր է լինելու։ Հիմա անցնենք, տեսնենք ինչ ասում սա մասին Սալավյովը ու շատ կարևոր նորություններ կան Ամերիկայից։ В Крыму тяжело очень. Но для того, чтобы осуществить необходимые мероприятия, нужны деньги. Откуда эти деньги взять? Ну, очевидно. У нас же какой сектор больше всех заработал? Банковский. Ну, значит, целенаправленно у банков забрать деньги, направить туда. Грабительская мера, как угодно назовите. А Одессу, Николаев, Киев, Харьков придется снести с лица земли. В Крыму тяжело. Փող ասեմ, բայց եթե փող չկա, ով είναι ամենաշատ փողը, ով ամենաշատ եկամուտներն է, եւ դա բանկերն են, ուրեմն պետք է վերցնել, ոնց ուզում եք կոչեք դա կողոպուտ բան, ինչ կապ ունի, պետք է վերցնել եւ Օդեսա, Նիկոլաև, Խարքով, Կիև, ջնջել երկրագնդի վրայից։ Ոչ մի նոր բան չկա ցած քաղաքականության մեջ։ Հիմա գնանք ամենակարևորը։ Ինչ է կատարվում մեր շուրջը։ Ընդամենը 3 է ասում, որ այս պայմանագիրը Թուրքիա, Կատար եւ Սաուդյան Արաբիա որտեղ ասեցին հարցակում մեկի վրա, հարցակումը բոլորիս վրա։ Ինչ են անելու, եթե վաղը նորից հութիները պայթեցնեն Սաուդյան Արաբիան։ Այսօր ամենամեծ նավթապայեցները էլի պայթեցել են։ Ստրատեգիական կարևորագույն տեղը, ասելով, մենք խփեցինք, դե արեք մեր վրա։ Ոչ պատասխան չկա։ Դեռ Եթե հիշում եք, որ ասում է 3-500-600 հրթիռաբաց թողել Ամերիկան Իրանի վրա, ասում է պատասխանը չի ուշանալու, որտեղ ասել են ու տեսնես ոնց է դա լինելու։ Եվ այսօր արդեն ավելի ճիշտ 3 Իրանը անցավ գործին։ Ավիրել է տարածաշրջանը։ Սա Մոսադի հիմնական շենքն է, նայեք ինչ արել։ Մոսադի շենքն է, Թել Ավիվում։ Իսա Թրամփն է, կանգնաստեղ ընկնում է, այս աշխարհի ամենագերազոր տերության ղեկավարն է, որի ոտի վրա չի կարողանում կանգնել։ Ու այս բոլոր պատերազմների եւ ավերածությունների հեղինակը։ And this week, I'm going to play it, get your reaction on the other side. Take a look. He doesn't love Israel. He doesn't love Jewish people. He hates them. He hates them with a passion that burns in his heart. What's your reaction? Այստեղ են
Չիկագոյից ընտրված սենատորային տեխնացունը, որը հաղթել է ամենաուժեղ տեխնացունի, որի վրա 30 միլիոն փող են ծախսել, որ դա ընտրել է։ Իսկ Թրամփը իր համար ասում է, նա ատում է հрьяաներին, նա մի խոսքով հակասեմիտ է, ասում է, ինչ կասես իրան։ To that, Dr. Al-Sayed. I love and revere Judaism and the Jewish people. I believe they're a light unto the world. I grew up in a community that had a large Jewish population. I was so grateful to get to be invited to Seder and to Shul and to Bar and Bat mitzvahs. I'm really honored for what I learned and got to share with my Jewish sisters and brothers. But they are not the same as AIPAC in Israel. That's հիմնականում սիրում եմ հрьяաներին, հայգում եմ հուդայիզմը, բայց նրանք նույնը չեն, ինչ Իսրայելն ու AIPAC-ը։ AIPAC is an organization that spent what $30 million to beat me so that we could they could have one more vote in the US Senate to guarantee that our taxpayer dollars would be sent abroad to subsidize a foreign government's Որովհետև դրանից է կախված, թե Ամերիկայի բյուջեն ում համար կաշխատի։ Իրանք ծախսում են, 30 պետքա կծախսեն, 100 պետքա կծախսեն, առնում են ամբողջ սենատը եւ ամբողջ Ամերիկայի բյուջեն գնում է Իսրայել։ Ինչին է պետք ուրիշ բան անել։ Իսկ այս սերունդը, որ հաղթում է գալիս է, ես ինչպես ասել եմ, գալիս է հակա իսրայելական լոզունգները, ասեն շուտով Իսրայելը փող չի ստանալու։ Իսկ եթե հանկարծ Տակեր Քարսոնը խոսակցություն կա, որ ինքն էլ կարող է լինի հաջորդ տեխնացուն հանրապետականի կողմից։ Սա եթե եղավ, սա լուրջ պրոբլեմ է լինում եւ դեմոկրատների, գլոբալիստների համար, եւ հանրապետականների համար, Էփշտեյնի կլիենտների համար, մեծագույն պրոբլեմ։ Ես իմ ձայնը կտամ Տակեր Քարսոնին։ Ու հետաքրքիր բան առաջարկում է, որ զրկել քաղաքացիությունից բոլոր նրանք, ովքեր ծառայում են Իսրայելի բանակում եւ ուկրաինական բանակում։ Ես չգիտեմ, հիմա ձեր կարծիքը ո՞նց է։ Իսրայելի բանակում կարելի է ծառայեցնել զրկել, իսկ Ուկրաինայի։ Սա է առաջարկում, բայց եթե ինքը եղավ, ինքը հաստատ իմ կարծիքով հստակ հաղթող է, որպես տեխնացու։ Չինաստանն ասում է մենք պետք է վերացնենք Իսրայելը, քանի դեռ երրորդ համաշխարհային պատերազմ չի եղել։ Իսրայելը Չինաստանի արտաքին գործերի նախարարն է։ Ցանանում է Բիբի Նետանյահուի վիճակը։ Շատ։ Ձեզ ցույց տամ, որ այս արձանն են սարքել։ Նայեք։ Մեքսիկոյում Նետանյահուի արձանն է։ Մարդիկ գալիս են ու սկսում են կոտրել։ Մուրճը վերցնում են, սկսում են ջարդել։ Иран добился от США именно того, чего хотел. Трамп только что отменил все атаки на Иран не потому, что он побеждает, а потому, что он вынужден это сделать. Госдолг США уже чуть менее 40 триллионов долларов. Доходность 30-летних казначейских облигаций только что достигла того же уровня, что и перед мировым финансовым кризисом. Но на этот раз ситуация хуже. Япония, крупнейший иностранный держатель долга США, находится на грани краха. Иена только что достигла 40-летнего минимума, и Япония потратила 59 триллионов долларов за один день, пытаясь спасти ее. Тонущая страна продает то, чем владеет, а Япония владеет американским долгом. Поэтому в пятницу Минфин США сделал то, чего не делал с 1998 года. Они продали евро, чтобы купить иены. Не для того, чтобы спасти Японию, а чтобы спасти себя. Чтобы не дать Японии сбросить казначейские облигации на самый невыгодный рынок облигаций за более чем 2 десятилетия. В последний раз, когда Америка вмешивалась, чтобы спасти иену, их акции упали на 20%. Сворачивание кэрри-трейда иены сейчас ускоряется. США просто не могут позволить себе эту войну, и Иран это знает. Սա պատերազմի հետևանքներն են, որը ամերիկյան տնտեսության վրա շատ խորը հետևանքներն ու հետքեր թողել։ Ինչու ես ասում եմ, աշնանը Ամերիկայի մեծ հրամաններից ասում է ճակնաժամ։ Ինքը էլ չի կարողանում այս պատերազմը շարունակի, իսկ արդեն վնասներն այնքան շատ են, որ սա վերականգնելն է արդեն այս խնդրեմ լինելու։ Америка потратила более 850 крылатых ракет «Томахок» и больше 1000 перехватчиков «Патриот» и «ТHAAD»
на войну с Ираном. Это беспрецедентный расход боеприпасов истощил стратегические запасы Америки. Именно это разразилось конфликтом между Трампом и министром обороны Хексетом. Военное ведомство не ожидало такой интенсивности. Вопрос в том, сможет ли Америка восполнить потери быстрее, чем появятся новые угрозы. Америка потратила... Ոչ, բանենը ոչ միայն տնտեսական վիճակը չի կարողանալու շտկի, այս պատերազմը նախ չի վերջացել, բայց վերջացել է զենքը, հիմնական զենքահաղորդային պաշտպանության եւ հեռահար հրթիռները, վերջացել է, իսկ ինչ եթե վաղը Չինաստանը որոշի, որ Թայվանն իրանն է, հիշեցեմ, Չինաստանը այս ամբողջ ընթացքում լուր նայում է, օգնում է Ռուսաստանին, չէ՞ որ Ռուսաստանի պատերազմի, Ուկրաինայի պատերազմի ժամանակ օգտագործում է ամերիկյան զենքը, օգնում է Ռուսաստանի, որ մաշվի Ամերիկան ընդ է, թե Ռուսաստանն են մաշվի, բայց չվերջանա։ Ամերիկյան զենքը վերջացավ Ուկրաինայում եւ մեծ քանակությամբ վերջացրեց Իսրայելը Իրանի հետ պատերազմում։ Եվ արդյունքում այսօր Մոսադի շենքից բացի ավիրվել է Օմանի մեծ ռազմաբազաները, այլ ամերիկյան շարքից անել է ուղղակի, այլանդակել է եւ դրել է կրկին իր պայմանները։ Սա ուրեմն սենց։ Հորմուզի նեղուցը փակ ալինելու միջև դու բոլոր սարսած միջոցները ամերիկան չազատի եւ բանը Լիբանանի նկատմամբ պատերազմը չավարտվի։ Միջև չավարտվի Լիբանանի նկատմամբ պատերազմը եւ սարսած միջոցները չվերադարձվի Իրանին, Հորմուզի նեղուցը փակ է մնալու, բայց փակ է մնալու ոչ Չինաստանի համար, որովհետեւ Չինաստանը թաց ունենար սպառնալիքների վրա, մտավ ու դուրս եկավ 2 միլիոն բարել նավթով, մտավ Հորմուզով ու դուրս եկավ։ Դե պայմանավորվածություն կա Իրանը չի խփում, իսկ Ամերիկան ռիսկ չի անի կպնի իրանական նավերը, ուղղակի չինական նավերը։ Բոլոր եվրոպական երկրները միանում են Իտալիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Կոլումբիան միանում են Հարավաֆրիկյան Հանրապետությանը բանի Նետանյահուին կալանավորելու միջնորդության մեջ եւ ցեղասպանության մեջ մեղադրանքով։ Հիմա վերադառնանք ինքներս մեզ։ Это одна из самых значимых надписей древнего мира, которая является почти родственником древнейшей в мире вавилонской карты. Она высечена по приказу царя Дария I Ахименида в VI веке до Рождества Христова на Бехистунской скале. В трехязычной надписи Дария I на древнеперсидском Армения упоминается как Армина, на иламском Харминуя и на вавилонском Урарту. Արմինը։ Հեյ, բայց դե ինչ որ տարածք ենք պարկ։ Մենք տարածք ենք պարկ։ Մի ցեղի, որը 2023 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես քոչոր։ Պարկ։ Գոռ Հովհաննիսյանն է գրում 44 օրյա ժամանակ հանդիպեցի իմ կյանքի ամենատապավորիչ մարդուն, նման լեգենդար կերպար կամ հնդկական կինոյի կարար հոլներ միայն կամ էլ դաժան ճակատագիրը։ Պատերազմի երկրորդ շաբաթն էր եւ մենք մարտունի 30-րդ գիծ էինք պահում, համեմատաբար խախանդ էր մեր մոտ, չնայած նա որ ամեն վայրկյան մի բան տրակում էր։ Հիշում եք, ես որ ասում էի Պաստավնոյի նկարները ոնց կարելի է իմանալ։ Այդ կետեցմեք այս տղաների վիճակը, կեղտը, վրաները, հագուստի վիճակը, սա է իրական պատերազմը։ Որ դուք տեսեք միջև միտեղ մաքուր, բան, հարթուկած, թալաշված, մազերը սանդրած, լվացած, չի կարող դիրքերով լինել։ Մեր սամիվան տրակում էր մեկը վիրավորվում էր եւ այլն, բայց մեր դիրքերում ոչ մեկ ոչ իվանից տեղյակ չէր։ Չգիտեինք, որ մեզանից մի քանի 10 կիլոմետրի վրա արդեն ամեն ժամ հարյուրներով զոհեր ենք տալիս։ Հետո հրաման եկավ բոլոր կամավորներին տեղափոխվել, ու մեզ տարան Ֆիզուլի, նստացրեցին գրոզավիկներին ու գնացինք։ Այդ օրվա զորքը տեղափոխող ոչ մի ավտոները
Ոչ բոլոր ավտոները հասան տեղ։ Սաստավի կեսը որ տենց էլ վառվեց մնաց ճամփեքին։ Ովքեր էլ տեղ հասան, բերեցին ու իջեցրեցին երկու բլուրների մեջտեղում, Ֆիզուլի քաղաքից 3-4 կիլոմետրի վրա։ Թշնամու հրետանու հասանելիության սահմաններում, բաց դաշտի մեջ։ Ֆիզուլի քաղաքն արդեն մերը չէր։ Ես բերել, տարել են, լցել են։ Հիշում եք սրանց խոսքը, որ մի քանի հազար զոհ տակ լավ էլ կտակ, ապահովել են այդ զոհերը։ Ամեն մեկից տվել էին 4 մագազին փամփուշտ ու 2 նռնակ, մեկ էլ ամեն ավտոյի մեջ մի քանի հատ բան կար երևի, չի երևում, հա։ Ու մի հատիկ քլունք, իջեցեցին դաշտի մեջ ու մեքենաները արագ գնացին, դաշտի երկայնքով արդեն հայկական վարված զրահան տեխնիկաներ կային, երևի թե Ֆիզուլի հայկական դիրքերն էին, փորձում օգնության գնալ, բայց դե անտեղ չէին հասել։ Տանել են, թողել են վարված դաշտում, որտեղ վարված տեխնիկա կախված արդեն ու գնացել են մեքենաները։ Մեքենաները գնացին, մենք մնացինք դաշտում նստած, շուրջ բոլորը նման կամավորներն ու զինվորականներին հարյուրներով ուղղակի նստած էինք խումբ, ու այս նստած խմբի շարքերը Մարտունուց դեպի Ֆիզուլի գնացող ճանապարհի աջ ու ձախ կողմերում կիլոմետրով ձգված էին։ Ու դեռ էլի մարդիկ էին բերում, արագ իջեցնում ու նույնպես արագ գնում։ Բերել են, ինչ ասել են, բառակալներն ակ որ գնում։ Կես ժամից ավելի ոչ մի բան չգիտենք, հետո 10 րոպե հայտնվեց ինչ որ զինվորական սպա ասաց, խրամատ պիտի փորեք ու գնաց։ Իսկ մեր են հարցին, թե թուրքերը որտեղ են կամ ամեն մեկից մոտ ընդամենը 4 մագազին փամփուշտ կա, բան չասեց ու գնաց։ Սենց լոմկա նստած նայում ենք 4 բոլորս։ Բոլորի միևնույն էր, չկար մեկը որ մի բան ասեր։ Կամ ղեկավարել։ Արագածի լանջերին շուշպաշ բռնելու պիկնիկի էին եկել։ Մոտից հեռախոսով GPS-ով նայում եմ, հաստատ պատերազմի սահմանին կպած ենք։ Զարմանում էի, թե ինչ հրաշքով է, որ մինչև հիմա մեզ Ադրբեջանի դրոնները չեն ֆիքսել, թե ոնց ենք մենք մինչև հիմա սահմանացել։ Այս բաց տեղանքում, սենց մեծ կոտակումներով, զենքերով, սելֆիների ու պատմությունների պատմելու ժամեր արդեն սկսվել։ Ասում եկա տեսնենք հերվից մի մարդ է գալիս, գորգրալով, հա, ամեն մեկի վրա գորգրալով ինչ որ բաներ ցույց տալով, որ պարզվեց արցախցի է։ Ասում ընդամենը մի պահ հետը զրույց բռնվեցի, պարզվեց հենց այդ Սարի հետևի գյուղից էր։ Գյուղից կանայք ու երեխաներն արդեն դատարկվել գնացել էին Ստեփանակերտի կողմ, գյուղից բան չէր մնացել։ Բայց այն պապին, ով նաև առաջին Արցախյանից հետո թոշակի անցած զինվորական սպա էր, որոշել էր ոչ միտեղ չի գնալու։ Հակերել իր հին ֆորմեն ու հայդա մեր մոտ, ասաց, որ արդեն 2 անգամ տուն է կորցրել։ Ու որ սա պետք է վերջի տունը լինի իրա։ Մեր դիրքի լեռան լանջի հատվածում արդեն բոլորն իրար գիտեին, մեծամասամբ էշմիածնից ու աշտարակից էին եկած կամավորները։ Մի մասը պապի օգնությամբ գնացին լավից վատից խրամատ փորելու։ Մյուսը պստիկ մանցքն էլ հիշեց 18 տարեկան սկսեց գողական գնալ, թե բա ապետ ես փորող տղա չեմ։ Սկսվեց հրետակոծումը, մինչդեռ մենք խրամատները փորած չէինք։ Ու խառնվեցին շարքերն իրար։ Եվ այսպես շարունակ։ Անվերջ կարելի է կարդալ։ Սա պատերազմի քրոնիկա է, պատերազմի հանցագործությունների քրոնիկա է։ Որտեղ ամեն մի իսկակի հանցագործության հետևում կա անուն, ազգանուն եւ պաշտոն։ Եվ ոչ մեկ միջև հիմա ոչ մի բանի համար պատասխան չի տվել։ Իսկ փաստերը ամբողջովին կան հավաքած։ Եվ մարդկանց հիշողության մեջ եւ թղթի վրա։ Բայց դրանք հանրապետության մեջ մի 3-400 հազար որոշեց, որ իր համար մեկ անդեղ ինչ է եղել։ Բաց թե ինչ է եղել։ Այս երեխեքի ասես կյանքը ում է հետաքրքիր։ Իրանց հետ չի եղել, չէ։ Դրանք ինձ համար հայեր չեն ժողովուրդ, ինչ ուզում եք ասեք։ Ոնց ուզում եք ասեք։
В 60-х годах в Ереване тайно придумали один из самых прорывных компьютеров всего Советского Союза. Представьте, что весь мир думает о советских компьютерах того времени. Что это гигантские железные шкафы, которые занимают полкомнаты и работают на лампочках и перфокартах. И отчасти это вообще-то правда. Первое поколение ереванских вычислительных машин, названное «Арагат», было именно ламповым. Следующее ВМ, Раздан, был уже полупроводниковым, то есть в разы надежнее, тратил мало энергии и был куда меньше предшественника. На его основе, кстати говоря, впоследствии была создана система управления резервированием и билетно-кассовыми операциями в поездах дальнего следования с возможностью обработки до 15 тысяч заказов в час. После Раздана в 1962 году в Ереванском институте математических машин группа инженеров под руководством Храчао Всепяна начала делать компьютер, который стал прорывным в сфере вычислительной техники. Назвали его Наири в честь древнего ассирийского названия Армении, что переводится как «страна рек». Компьютер получился вот таким вот компактным и в работе был намного практичнее и легче, чем предыдущие модели. Это фактически первая ВМ третьего поколения во всем Советском Союзе. И вот что еще примечательно. Техническое решение этой машины запатентовали не где-нибудь, а в Англии, Японии, Франции и Италии. Просто вдумайтесь, советский компьютер, придуманный в Ереване с международным патентом на Западе, да еще и в разгар холодной войны. Это просто удивительно. В 1971 году разработчиков наградили Госпремией СССР, а саму Наири выпускали сразу на 2 заводах, в Армении, еще и на заводе в Казани. Почти 500 машин разъехались по всему Союзу. Кто бы что ни говорил, а Ереван, оказывается, уже тогда был главным технологическим центром региона. Подписывайтесь. Երկու բառով ուղղակի մեզ դուրս փրկայելի համար սա Հայաստանում եւ ամբողջ սովետական միությունում կառուցված առաջի կոմպյուտերների մասին է, որը 60-ական թվականներին փաստորեն պատենտի իրավունքը գնեց Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրիտանիան, Իտալիան կար թե չգիտեմ, բայց Ճապոնիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հաստատ կար երկիրները։ Ինչ երկիր ենք ու այսօր ինչ են տարբերում։ Սա ոչ մի բացատրության չի տրվում։ Նույն մարդիկ են, նույն ընտանիքները, նույն գենը, ես ինչ եղան։ Ոնց դարձան, ոնց հասանք այս վիճակի։ Հենց այս հարցի պատասխանը մենք ունենանք եւ որոշում կայացնենք, որ սա թույլ տալը անթույլատրելի էր, մենք ունենանք փրկություն։ Հենց հարմարվողականությունն է մեր տունը քանդում։ Հարմարվողականությունն էլ չիմանալուց է, որովհետև երբ որ մեկը գիտի ինքը առողջի զավակ է, ինքը կյանքում չի հարմարվի շակալի կարգավիճակին։ Շակալի կարգավիճակին հարմարվում են շակալները կամ առյուծները, որոնք տեղեկ չեն, որ իրենք առյուծ են։ Ես դա էլ չեմ բացառում։ Բայց Արգոցը բնազդով զգում ա, որ մի բան չի։ Ամեն դեպքում թողում եմ մի քիչ էլի, ասես մի քիչ տեղ եմ թողում։ Այն առյուծների համար, որ մի օր կարող է բացահայտեն, որ նրանք շակալ չեն։ Ես այս հարմարվելուն դեմ եմ։ Դեմ եմ, որովհետև հարմարվողականությունը ծնում է նոր նիկոլներ, նոր նիկոլները բերում են իրարից հետ նոր աղետներ։ Մենք sense պատմությունները կարդում ենք ու հասկանում ենք, մեր երեխեքին դիտավորյալ, իրենք էլ կասեն հետո։ Մենք դիտավորյալ տարանք զոհեցինք, որ ինքնիշխանություն ձեռք բերենք։ Հա, հենց այս տարի լսել են, որովհետև բանաձևը սենց է եղել, որ մի քանի հազար զոհ տակ լավ էլ գտակ։ Տարան, ապահովեցին, հիմա էլ հանգիստ շարունակում են իրենց կյանքը ապրել։ Կան անշուշտ հարմարվածներ, խոսքս ուզում եմ ուղղել չհարմարվածներին ու առյուծներին, գենով առյուծներին, էկոլոգիական չի։ Մենք պետքա շտկենք մեր մեջքը ու փոխենք այս իրավիճակը։ Չանենք մենք, մեր փոխարեն չկա մեկը, որ պետքա անի։ Եթե նույնիսկ ցանկություն ունեցող կա, ռեսուրսը չունի։ Չեմ ուզում ասեմ մենք վերջինն ենք։ Չէ, կան վստահ մարդիկ ռեսուրսները չունեն։ Առաջարկում եմ միասին ձեռք-ձեռքի բռնած այս տղեկի պատմությունները կարդալով, այս պատասխանատվության, թե այս գիտնականների, թե տղեկի, որ խրամատն է ասում է 4 մագազին ավտոմատով հրետանու տակ, ինչ պետք է անես։ Ինչ պետք է անես։ Ես ասեմ, շատ-շատերը մեռել են տենցել ադրբեջանցի չտեսնելով։ Շատ քչերն են ադրբեջանցու տեսել։ Դե հիմնականում բոլորը մահացել են այս հրետանուց եւ դրոններից։ Հիմա այս նկատմամբ, այս մարդկանց նկատմամբ պատասխանատվությունն է ինձ դրթում ամենամեծ մոտիվատորն է ինձ։ Ամենամեծ
դրթիչ բրթիչ ուժն է։ Այս պատասխանատվությունը։ Ով էս գծի վրա է, ինքը կարիք չունի, որ այն համոզեն, որ սա պետք է։ Իսկ ամենաչսիրածս բանն է, որ ես մեկին պետք է համոզեմ, որ փրկությունը անհրաժեշտություն է, որ գործանել անհրաժեշտություն է։ Չեմ ուզում։ Որտեղ եթե մեկին պետք է բացատրել, համոզել, նա մեռած ռեսուրս է, ես ժամանակն ինձ չեմ ուզում կորցնել նրան։ Դա ովքեր համաձայն են, որ սա ինչը պետք է արվի, գրեք ինձ, գրեք որտեղ եք նայում, գրեք ինչքանով եք պատրաստ։ Մենք պետք է գտնենք այս հարցի լուծումը։ Ինձ թվում է, ես գտել եմ այդ բանը։ Արեք միասին արեք։ Սա է իմ առաջարկը։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։